որտեղ կա ատելություն, կռիվ հակադրություն, դա լինի տան մեջ, փողոցում, ազգի մեջ, թե ես չգիտեմ, անգամ եկեղեցում, դա նշան է, որ այդ տեղում կա դև, սատանա, սատանայական ուժեր կան այնտեղ։ Եվ սիրելիներս, մենք քրիստոնյաներ ենք, միայն Քրիստոսն է հաղթում սատանայի վրա, եւ մենք երբ որ խոսում ենք բարոյական նորմերից, դա հենց աշխարհը ապահովելն է, զերծ պահելն է այս դևերի ազդեցությունից։ Եվ ահա, կար մի ժամանակ, որ ես կարդում էի իսպանական սրբերի գործերը, որոնք եկել էին Ամերիկա դարձի բերելու մարդակերներին, ացտեկներին, Կորտեսի քահանաները, նրանց ուսումնասիրություն երբ կարդում էի, իրենք հայտնվեցին փաստորեն ացտեկների մեջ, որոնք բացարձակապես դիվապաշտներ էին, եւ իրենց այդ տաճարներում ինչ էին անում, մարդկանց սիրտն էին հանում, մարդկանց էին զոհաբերում, եւ ես հիշում եմ, որ այդ քահանան ասում էր, որ կա աստիճաններ, երբ մարդը մեղք է գործում սատանայի ազդեցությամբ, բայց եւ կա այնպիսի իրավիճակ, երբ սատանան ինքը մարդանում է եւ խոսում է եւ հաղորդվում է։ Հիմնականում դա արվում էր կորքերի միջոցով։ Բայց որպեսզի սատանայի հետ ուղղակի կոնտակտ լինի, պահանջվում է մեղաքես Տեր Աստված։ Ես այս մասին խոսել եմ, բայց կուզենայի ձեզ հիշեցնել։ Պահանջվում է մարդկային զոհաբերություն, որոնք կատարվում են այս նաև պատերազմների մեջ, չարդարացված այս պատերազմների մեջ, պահանջվում է պեդոֆիլիա, մանկապղծություն, անմեղի պղծելը, անպայման դա ընդունում է, եւ ահա մյուսը որն էր, մանկապղծություն, հոմոսեքսուալիզմ, եւ հիմնականում դա, այսինքն թե նայեք, երբ որ մարդը դառնում է Հոլիվուդի աստղ կամ 33 աստիճանի մասոն, նրանք ունեն իրենց պայմանները, որ դու ընդունակ լինես այս ամենը անելու սատանայի լեզվով։ Ես կատակ չեմ անում, ես ասում եմ ճշմարտությունը, կան տարբեր աստիճաններ, այսինքն թե այս օգուտ խմբերի միջուկը բացարձակ նստում է սատանայի հետ եւ խոսում են դրան, եւ ահա ինչու հիմա այդ աբորտի, պեդոֆիլիայի, հոմոսեքսուալիզմի, տրանսջենդերի հետ նաեւ ամենասարսափելի մեղքը կա, որ աբորտները ինչպես թե դարձնում են պետական հովանավորությամբ, շատ ինչպես թե մատչելի բոլորին եւ մարդկանց հիմնականում աղջիկներին հիմնականում կանանց նշնչում են դա անել, ինչու որովհետեւ դա մեծ բիզնես է, այդ երեխաների մաշկը, թոքերը, շատ գիտեմ, ամեն մարմնի մասը իրենք օգտագործում են իմպլանտների համար։ Այսինքն մենք առաջ ենք գնացել մարդակերությունից, էլ դեռ առաջ ենք։ Եվ հիմա ես ինչ եմ ուզում ասել։ Ես ուզում եմ, որ դուք միամիտ չլինեք եւ որ ձեր աչքերը բաց պահեք ձեր հասարակության մեջ, ինչպես սրբերն էին մարմնով երևում, այնպես էլ հիմա դա այնպեսին է, որ կարող եք քայլել փողոցով եւ քո կողքի մարդը մարդացած դև լինի կողքիդ քայլողը։ Հիմա ձեզ կպատմեմ իմ օրինակից, դուք ինքներդ ինձ ասեք, դա ինչ բան է։ Ես խոսեցի այս մասին քահանայի հետ, ինքը դժվարացավ պատասխանել։ Մոտ 3-4 տարի է, որ իմ բալկոնի տակ ապրում է այս երիտասարդ մեքսիկացի տղան, երևի 18 տարեկան էր առաջ, նա եկավ Մեքսիկոից եւ փորձեց ապրել իր քրոջ հետ այստեղ, հետո քույրը իրեն դուրս շպրտեց։ Եվ ինչու էր գալիս իմ պատշգամբի տակ, որտեղ ես խոսում եմ իր հետ, փորձեցի օգնել, անգամ շելտրի մեջ դրեցի իրեն, որ ինքը չընդունեց, եւ ես հասկացա, որ ամեն վարքյան այդ երեխան
անկում է ապրում եւ շուտով 1 տարվա մեջ ինքը կերպանափոխվեց բոլորովին, դարձավ արդեն վճարով է homosexual gay եւ նաեւ heavy drug addict թմրանյութերից կախված եւ ահա սկսվեց մի սարսափելի իրավիճակ ամբողջ գիշեր ոռնում էր համարյա ամբողջ գիշեր եւ դա լինում էր հիմնականում իմ պատշգամբի դիմաց սարսափելի երևույթ խոսելը իր հետ այլևս իմաստ չուներ ամբողջ հարևանությունը խառնված էր իրար աշխատում էինք police department-ի հետ բայց մանավանդային ժամանակ COVID-ի այդ սարսափելի տարիներին այս բուժման կետերը rehabilitation stations փակված էր եւ իրենք չգիտեին ինչ անեն այդ տղայի հետ շատ մեծ նեղություններ քաշեցինք այդ տղայի ձեռքից մեծ գլխով արյունով լի մեծ աչքեր վտիտ փոքրիկ ուղղակի չգիտենք ինչ անել խղճում էինք լաց էինք լինում բոլորս իր համար եւ ահա նաեւ մերկանում էր եւ հայկական դպրոցի շրջակայքում մերկ երևում էր եւ նորից ամեն օր ստրեսի մեջ էինք մինչեւ ահա չգիտեմ ինչու ես ուշացրի այդքան ինչպես գիտեք ես առաքելություն ունեմ Աստվածամոր հրաշագործ մեդալը տալու մարդկանց կոտրված սրտերով մարդկանց բայց հանկարծ մտածեցի որ ահա ինքը այդ Արթուր էր անունը գուցե կրի այսինքն դա ես տալիս էի այն մարդկանց այդ մեդալը որոնք հասկանում էին դա ինչ է գնահատում էին բայց մտածեցի ներողություն խնդրելով Աստծուց, որ ահա այդ ռիսկը պիտի անեմ, օրհնված առարկան, փաստորեն սակրամենտալ, այդպես են ասում, սրբացված առարկան։ Տեսա իրեն մի անգամ եւ ասացի Արթուր, խնդրում եմ շղթայով տվեց իրեն, խնդրում եմ սա Աստվածամոր պատկերն է, վրան գրված է աղոթք, որը խնդրում ես դու Աստվածամոր միջնորդությունը, որպեսզի ինքը քեզ պաշտպանի։ Խնդրում եմ սա վերցրու եւ գրիր։ Կախիր վզից հետ։ Եվ ես զարմացա, որտեղ ինքը միտք չունեցող երեխա էր։ Վերցրեց ու ասաց շնորհակալություն։ Դա արդեն մեծ բան էր ինձ համար։ Ուրեմն այդ մեդալը տալուց հետո անցավ 2 շաբաթ նախ այդ 2 շաբաթում եթե ինքը գալիս էր այլևս չէր ոռնում հանգստացավ կարծես թե եւ հագնված էր արդեն կարծես թե զգաստացել էր բայց շարունակում է աղոթել որպեսզի այս ինքը եւ նման տիպի մարդկանց համար լուծում լինի Եվ ահա սուրաբար ես գնում եմ վազելու և քայլելու առավոտյան և նաև այդ ընթացքում մտնում եմ խանութ, բանկ և այլն ինչ-որ կային իմ շրջապատում օգտակար որպեսզի ես ինչ-որ մի բան անեմ իմ գործերը Եվ մի օր ես քայլում էի փողոցնի վեր Եվ հանկարծ տեսա կողքիցս քայլում է Արթուրը, այդ նույն տղան։ Ես ասացի արդեն, նա փոքրիկ, ինչպես թե վերջացած, նիհար, տանջված դեմքով, կաղմված աչքերով, մեծ գլխով տղա էր։ Եվ իմ կողքին նույն Արթուրն է, բայց երևի մի 4 անգամ մեծ, ինձ մի 3 անգամ բոյով հաղթանդամ նայանում ինքն է, նույն դեմքը, նույն աչքերը կարմիր և ինձ հետ զուգահեռ քայլում է Գիտեք Ամերիկայում մենք երբ որ քայլում ենք կամ մեր հայացքը դիպչում է իրար, անպայման բարևում ենք
ասենք այդ կոնտակտը մարդկանց հետ միշտ կա։ Եվ ես իրեն նայում եմ եւ ինքը իր առջև է նայում սառած եւ ինձ հետ քայլում է։ Ահա անցանք փողոցը, մենք մի քիչ հետո նայում եմ, տեսնում եմ ինքը չկա։ Մտածում եմ, որ ուրիշ կողմով գնաց։ Եվ հա մի քիչ էլ առաջ եմ գնում, մենք տեսնում ենք ինձ արից իմ դիմացից է գալիս։ Սա ինչ բան է։ Մտածեցի ինչ-որ մի տղա են նման Արթուրին։ Ներողություն։ Մոտ 3-4 անգամ այս տիպը ինձ հանդիպեց։ Անհետանում է, տեսնում եմ, ուրիշ ուղղությամբ է գնում, հետևից է գալիս եւ փաստորեն ես հանկարծ հասկացա մի բան, որ դա մարդացյալ դևն է Արթուրի եւ որ Արթուրի այդ հրաշագործ մեդալը նրա միջից հանել է դևը եւ հիմա նա գալիս է ետևից իրանք չունի առաջ կհարցակվեր եւ կխփեր եւ այլն մեղքի մեջ ապրողը այդպես է բայց նա պարզապես ոչ էլ կարող էր ինձ վախեցնել բայց ինքը իրեն հայտնեց ինձ եւ ահա այդ օրվանից ես չեմ տեսել Արթուրին այսինքն թե մի անգամ ես տեսա որ այստեղ ավտոմոբիլների սարքվելու տեղ կա ինչ-որ սարքելով իսկ թվաց թե ինքն է աշխատում այնտեղ մաքրում էր թե ինչ-որ նայեցի տեսնում որ ոնց որ թե ինքը լիներ եւ ասի փառք ես Տեր Աստված ուրեմն այս հարևանության մեջ փորձել են իրեն օգնել եւ փաստորեն այս տղան լրիվ բուժվեց եւ փաստորեն ես հասկացա որ իր միջից դեպը դուրս եկավ եւ ահա երևաց է ինձ ինքը զգաց որ ես չեմ վախենում կամ չեմ տագնապում բայց ինքը նաեւ զգաց որ ես չեմ կարող հասկանալ թե սա ինչ երևույթ է նույն տղայի դեմքը նույն տղան բայց ավելի հսկա տեսքով Արթուրն է եւ Արթուրը չի մնաց ես ապշած այո ես հարցրեցի քահանային որ հնարավոր է որ դևերը մարդացած քայլ են փողոցում ինքը չպատասխանեց չգիտի հնարավոր է դա թե ոչ բայց ես մտածում եմ որ իհարկե եթե նայածն ինչ աստիճան է դիվապաշտության էտապներ են հասարակության մեջ եթե բան հասել է նրան որ աբորտը դառնում է համընդհանուր մնում է մարդակերություն որովհետև կարծեմ ասեց այդ քահանան Կորտեսի հետ աշխատող որ մյուս բանը նաեւ մարդակերությունն է որպեսզի դևերը մարդանան այսինքն թե բացարձակ չարության այս երեքը մարդու զոհաբերություն մարդակերություն եւ պեդոֆիլիա այս երեքի դեպքում դևերը ունենում են անսահմանափակ իշխանություն երկրի վրա ասիրելիներս հիմա ես ինչ եմ ուզում ասել իսկ հիմա եթե ես մտածում եմ իմ կողքը մորմոնների տաճար է մյուս կողքը մասոնների տաճար է եւ ես հոգեվոր մարդ եմ ես նրանցից ոչ մի դիվական իմպուլս չեմ ստանում ես եմ իրենց քահանաները երբ որ ստեսում եմ ես զգում եմ ներվայնանում են մի անգամ ես գնացի այդ փողոցը մաքրելու իրենց խնդրանքով որ նայեն իրենց շրջապատը եւ ես հասկացա որ իրենք հոգեվոր են իրանք տեսան ինձ ես չեմ ինչ եմ ասած ասում բայց գուցե ձեր մեջ կան մարդիկ որոնք հոգեվորապես բարձր են եւ ինչ եմ ուզում ասել սատանան տաճարներից դուրս է եկել հավատացեք ինձ ասում են մասոններ բայց նրանց միջուկն է որ կարող է սատանան հիմար չի ամեն հիմար է գործ չի բռնում ուրեմն թե այդ միջուկը եւ մարդակերություն կանի եւ մարդասպանություն կանի եւ գողի այդ դերերին դեպի թմրամոլները դեպի
պրոստիտուտները, դեպի հարբեցողները, այսինքն թե բռնելու տեղ ունեցող մարդկանց։ Դա այլ ծայրահեղ իրավիճակն է, երբ որ այս մեքսիկացի երեխայի նման բոլորովին դժոխքի մեջ էր ինքը։ Բայց հիմա դա կարող մի ուրիշ բան։ Ունակ ասեմ ձեր բողոքական սեկտաներում հոգեգալստականներ են բլբլում, մեր հավատքը գիտակից հավատք է, մենք չենք բլբլում մի բան, որ չենք հասկանում ինչ է։ Այսինքն իրենք դիվահարված են։ Եվ ինչպես են հասնում այդ դիվահարության կետին, եւ դա կարող եմ դες 100% ասել, որովհետեւ քրիստոնեության եւ մարդու սրբության հիմքը ուղղափառ դավանաբանությունն է։ Ոչ մի հերետիկոս, հերձված, որը չի հիմնված ուղղափառ հավատքի վրա, եւ այդ հավատքը հայտնություն է, Քրիստոս իր առաքյալները մեզ հայտնել է դա, մենք մեզնից չենք ասում դա։ Ես արդեն ձեզ ասել եմ, հիմնադիր հայրեր կան, Բարսեղ Կեսարացի, Ոսկեբերան, Գյուրա Ալեքսանդրացի, Աթանաս, ամեն մի դոգմատիկ ուսմունք հիմնված է այս հայրերի ուսմունքի վրա։ Եվ այդ որ ասում եք հայ եկեղեցին օրիենտալ եկեղեցի աղապտերը, ես այդ մասին շատ եմ խոսել, անհարմար է, դուք բոլորդ գնալու եք դժոխքից, 100% եմ ասում, գոնե բերանով մի բացեք խայտարակելու մեր սրբերին, մեր սրբերն են ձևակերպում արել նաև դոգմատիկ այս համակարգերի, հիմա այս օրթոդոքս կոչվածները ուրիշ տեղ են գնալու դժոխքում, այդ բողոքական կոչվածները ուրիշ տեղ են գնալու դժոխքում, գրված է, դա ես չեմ բերելու այստեղ մեկ ապացուցելու ձեզ, ով չի հիմնված առաքելական կաթողիկ ուսմունքի վրա, դատապարտվելու է դժոխքի, խոսքս նրանց մասին չէ, ովքեր տեղյակ չեն, նրանց մասին է, ովքեր հատուկ, ասենք, ատելություն ունեն, բողոքականը առաքելական եկեղեցու մեր ծեսի նկատմամբ, կամ առաքելականը կաթոլիկ ուղղափառ լատին ծեսի նկատմամբ, եւ այսպես օրթոդոքս ռուսը ատում է հայկական ծեսը, չսոսկանում ինչ նույն ծեսն է, հասկանում եք ինչ է կատարվում, այսինքն մարդուկները չեն տեսնում Քրիստոսի մարմինը, որպես մեկ եկեղեցի, մենք էլ անդամ այդ եկեղեցու, այդպես չեն տեսնում իրենք տեսնում են, որ դա իրենց մաֆիան է, այսինքն թե սեփականացրել են, սեփականաշնորհել են Հիսուսի մարմնի մասերը, դուք կարծում եք սա պիտի ներվի, երբեք չի ներվում, սիրելիներս, ես չեմ ուզում այստեղ երկար խոսել, թե ինչպես է Աստված որոշ լուծում նաև այն մարդկանցից, ովքեր անպատվում են իր սրբերին, միևնույն է թե մեկը քո երեխային անպատվի, դու ավելի վատ ես զգում դրանից, քան թե եթե քեզ են անպատվում։ Այսինքն այս հարցերում պետք է շատ զգույշ լինել։ Իմ խորհուրդն է, որպեսզի ուղղակի եթե սխալը տեսնում եք, այդ ես քայլում եմ Եհովայի վկանեկը, բայց ինչու՞ մերին չեն մոտենում։ Իրենք հոգևոր են, իսկ այդ ինչ հոգևորություն է, որ իրենք ունեն։ Այդ ինչպես է, որ դու բողոքականի հետ չես կարող խոսել, որովհետև նա պատրաստված թմբանոթներ ունի քո ճակատին կրակելու իր իբր թե իմացությամբ, բայց ընդհանրապես դա քարացած ուղեղ է, անզգամ օծի սիրտ է, լի ատելությամբ, որտեղ մարդ չի կարող, եթե անգամ ես նորմալ մարդը չի ընդունում հայկական եկեղեցի կամ կաթոլիկ եկեղեցի կամ ռուս եկեղեցի, միայն նրանց մշակույթի հանճարը միայն քեզ կստիպի լռել, եթե ուրիշ բան չես հասկանում։ Եվ ես ձեզ ասեմ, բոլոր սրբերը, բոլոր եկեղեցիներում դավանաբանորեն իրենք ընդունել են այն ինչ որ գալիս է այդ հայրապետներից, ում մասին ես ասացի, բայց նրանք ովքեր մտածում են, որ եկեղեցին իրենց սեփականը շնորհված մաֆիան է, նրանք են միայն իրենց գլուխներից բան հնարում։ Բայց ինչու է ռուս եկեղեցում կամ հայ տերտերից
մի անգամ ես չեմ լսում դավանաբանություն սովորեցնի կաթոլիկ եկեղեցին 1 տարի խոսքս իսկական եկեղեցի մասն ոչ թե այս մոդեռնիստների 1 տարի պետք է անցնես կատեխեզմ պիտի իմանաս դու ինչին ես հավատում քննություն ես տալիս մկրտությանը եւ դրոշմին եւ դա այդպես պետք է լինի հիմնականությունը դու պիտի մարդուն ասում ես դու ինչին ես հավատում Քրիստոսը ինչ է քո Աստվածը ինչ է չի կարող բացատրել այդպես չի աշխատում դրա մասին է Տերը ասում նա ով որ կարծում է որ ունի իր ունեցածն նրանից կվերցվի ահա սիրուներ ես զրել եմ այնտեղ կատեխիզմի գրքերը կատեխիզմի հիմնականությունները ես չեմ ասում որ մենք պիտի իմանանք տրենդի ամբողջ կանոնները կամ բոլոր մեծ տեզերական ժողովները կամ Թոմաս Ակվինոսի ամբողջ ուսմունքը բայց հիմնականությունները դուք պետք է իմանաք եւ դա գալիս է Սուրբ Շնորհալուց եւ Սուրբ Լուսավորչից եւ Նարեկացի դավանաբանությունից մենք ես խորշեմ կարդալ օրինակ օձնեցի որը մատնադարանում ես հանդիպեցի տարբեր տեսակի իրար հակասող թղթեր այսինքն դա ուսումնասիրության կարիք է ամեն ինչ չէ որ պետք է դուք հրատարակեք իրենց անուններով բայց ինչպես թե քարի մեջ գրված է ուսմունքի ճշգրտությունը լուսավորչի եւ շնորհալու եւ ես մի հարց ունեմ Այդ ոնց է հապտիկ սրբերից են մեր տերտերները մեր բերումներ անում ռուսական սրբերից անգամ մի անգամ չլսեցի շնորհալու բացատրեն կաթողիկե թուղթը կամ լուսավորչի այդ հսկա ժառանգությունը թողին թարգմանությունը չվերցնեն ես կարողացա հասնել նրան որ գրափարով հրատարակեցի այդ գիրքը բնագիրը գրափարով բայց ինչու ամեն մի քահանայի ձեռքին այդ գիրքը չկա լուսավորչի հաճախապատման բնագիրը դուք թարգմանեք դե բայց դու չի չեք անում դուք հասկանում եք ինչքան եմ դառնացած միտքն է ապրում մարդ մահանում է իր առաջին ուղեղն է մեռնում ինչ եղավ դուք կենթանի մեռելներ եք ձեր ուղեղները չի աշխատում եւ ինձ էլ մեղադրում եք երբ որ ես ուղղում եմ չարապահությունից մեր եկեղեցին Թողնեն ինձ առանձին եկեղեցի ստեղծեն, եթե չեն ընդունում լուսավորչի ուսուցումը կամ հսկա Սուրբ Շնորհալին։ Ինչու իմ հարցին չեք պատասխանում։ Դուք ասում եք հապտիկ եկեղեցի ենք, եթովպական եկեղեցի ենք, ինձ ինչ կապ ունի եթովպացու հետ։ Սրանք հարցեր են, որ դուք սիրելի ժողովուրդ պիտի տակ ձեր քահանային։ Ինչին է նա հավատում, ումից ձեռնադրվեց, բավերական է նրա ձեռնադրությունը արդյոք, մենք անասուն չենք ի վերջո, ուղղ ունենք մենք, ամեն մարդու ասածը չենք լսում, ուրեմն դրա համար ժողովուրդը գնում է, որտեղ չի հասկանում, չհասկանալով գնում են մտնում են այդ աղանները Հայաստանում, իսկ այստեղ ընդհանրապես ոչ միտեղ չեն գնում, իսկ ինչն է պատճառը, որ ժողովուրդը չի կապվում եկեղեցու հետ, որտեղ առնում մի քահանա հոգևորական իրեն դնում իշխանի տեղ, ծառայի փոխարեն, զարմանում ես պարզապես, անհասկանալի է ինձ համար, եւ որ մանավանդ շփվում եմ լատին ծեսի այս քահանաների հետ, Father Dominica Santa Corridom, ճղճղված շորերով ամբողջ օրը մեքենան քշում այս կամ այն կողմ հիվանդներին ծառայելու ձեզ ով ասաց որ դուք պիտի փրկվեք եթե դուք ոչինչ չեք անում Տիրոջ համար դուք ինչ եք անում ես տեսավ այս վիդեոկլիպների մեկի մեջ որ քահանան մկրտում է եւ չասեց ջրով լողացեց եւ չասեց մկրտում եմ քեզ հանուն հոր եւ որդվոր եւ սրբոր հոգվորն անվավել եղավ չի մկրտվել այդ երեխան դուք հասկանում եք նայեք ձեր գլխիներներ չսարքեն հետո չասեք դա մեր մեղքը չի քո մեղքն է դու պիտի իմանաս մինիմում կանոնները եթե չէ դառնալու ես գաղթ անտեղակությունը ոչ մի ինչպես թե ձեզ համար
արդարանալու միջոց չի լինելու Աստծո առաջ։ Դուք պետք է գիտակցեք ձեր հավատքը եւ դուք պետք է մերժեք չարապարությունը, ինչպես դարերով ի վեր արել են մեր սուրբ հայրերը, եւ հիմա ժողովուրդը եւ եկեղեցին ընկած է հենց քրիստոնյա այս հավատացյալների շնորհիվ, որովհետեւ դուք ձեզնից ոչինչ չեք ներկայացնում։